Մարդիկ սկսել են շատ ուտել, քիչ շարժվել, ավտոմեքենաներից դուրս չեն գալիս, մարմնամարզությամբ չեն զբաղվում, ֆիզիկական թերակտիվությանն էլ գումարվել են սթրեսները և հիվանդությունը պատրաստ է։ Բարի լույս, այսօր մեր թողարկման ժամանակ կխոսենք ողնաշարի ամենատարածված հիվանդություններից մեկի՝ ողնաշարի ճողվածքի մասին։ Ողնաշարը հնարավոր է վնասել ոչ միայն նստակյաց կյանքով, այլև սխալ ընտրված կոշիկներով։ Առաջարկում եմ դիտել տեսանյութը և հասկանալ, թե ինչ նոր հետազոտություն են արել Վիեննայի համալսարանի գիտնականները։ Վիեննայի համալսարանի գիտնականներն անցկացրել են հետազոտություն և պարզել, բարձր կրունկների սիրահարներն ունեն համեմատաբար ավելի կարճ աքիլեսյան ջլեր։ Հետազոտությանը մասնակցել են 20-ից 50 տարեկան կանայք, ովքեր 2 և ավելի տարիների ընթացքում կրել են 5 սանտիմետրից ոչ ցածր կրունկով կոշիկ։ Իսկ ավստրիացի գիտնականները ուսումնասիրել են ուլտրաձայնային հետազոտության տվյալները և հայտնաբերել, որ այն կանանց մոտ, ովքեր գերադասում են կրել բարձրակրունկ կոշիկներ, աքիլեսյան ջլերը 13%-ով ավելի կարճ են, քան մյուս կանանցը։ Մասնագետները խորհուրդ են տալիս տափակ և բարձրակրունկ կոշիկները կրել հաջորդաբար, ինչպես նաև համապատասխան վարժություններ կատարել մկանների լարվածությունը մեղմելու համար։ Ողնաշարի ամենատարածված հիվանդություններից մեկի ողնաշարի ճողվածքի մասին խոսենք վնասվածքաբան օրթոպեդ Սեդրակ Նարիմանյանի հետ։ Բարի լույս, Սեդրակ։ Բարև ձեզ։ Ինչ է իրենից ներկայացնում ողնաշարի ճողվածքը։ Ողնաշարի ճողվածքը կամ ավելի ճիշտ կլինի անվանել ողնաշարի միջողային սկավառակի ճողվածքը, դա մի հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում է մեր ողնաշարի կառուցվածքի մեջ մտնող շատ կարևորագույն մի տարր, որը կոչվում է միջողային սկավառակ։ Միջկողային սկավառակը գտնվում է երկու ողերի արանքում եւ ապահովում է ամորտիզացիոն ֆունկցիան մեր ողնաշարի եւ կայանում է կարևոր կայունացուցիչ ողնաշարի համար տարբեր վնասվածքների համար։ Տարբեր ախտաբանական պրոցեսների հետևանքով, ինչպես նաեւ վնասվածքների հետևանքով խաթարվում է միջողային սկավառակի նորմալ կառուցվածքը եւ առաջանում է միջողային սկավառակի կամ նրա պարունակության տեղաշարժ դեպի ողնուղեղային խողովակ, որտեղ գտնվում է ողնուղեղը եւ նյարդարմատները։ Այդ կառույցների սեղմումից միջողային սկավառակի միջոցով տեղի ունենում նաեւ մեծ ծանոթ նյարդաբանական ախտանիշները, որով եւ դրսևորվում է այս հիվանդությունը։ Բացի ողնաշարի ցավից, ինչ ախտանշաններից կարելի է հասկանալ, որ մարդու մոտ ողնաշարի ճողվածք կա։ Ողնաշարի ճողվածքի հիմնական դրսևորումն դա ցավն է, սակայն մյուս ախտանիշները կախված են ճողվածքի տեղակայումից։ Հիմնականում ճողվածքները տեղակայվում են ողնաշարի գոտկային հատվածում։ Այս հատվածում բացի ցավերից հիվանդների մոտ առկա են լինում նաև բնորոշ նյարդաբանական ախտանիշները, որոնցից են երկար ճառագայթող ցավերը դեպի ոտքերը, ոտքերի թմրածությունը, ոտքերի թուլությունը մկանների։ Պարանոցային հատվածում տեղակայման ժամանակ բացի այդ բնորոշ մեջքի շրջանի, պարանոցի շրջանի ցավերից առկա են նույնպես նյարդաբանական ախտանիշներ։ Դրանք են ձեռքերին ճառագայթող ցավերը, ձեռքերի թմրածությունը, ինչպես նաև ընդհանուր գլխուղեղային երևույթներ, գլխապտույտներ, գլխացավեր, ինչպես նաև զարկերակային ճնշման տատանումներ։ Կրծքային հատվածում ճողվածքի տեղակայման դեպքում արդեն բնորոշ են կրծքավանդակի շրջանի ցավերը, որոնք երբեմն նման են լինում սրտային պաթոլոգիաների ժամանակ առաջացող ցավերին։ Հիմնականում ո՞րն է հիվանդության առաջացման պատճառը եւ ռիսկային խմբում ովքեր են գտնվում։ Ընդհանուր առմամբ չխորանալով պատճառագիտության մեջ կարելի ասել, որ հիվանդության պատճառը դա մեր ծանրաբեռնվածությունների ոչ համապատասխանությունն է այն ռեզերվներին, որը ունի միջողային սկավառակը։ Հիմնականում կարելի ասել, որ ռիսկի խմբեր են հանդիսանում բոլորը։ Հիվանդությունը հիմնականում հանդիպում է 30-ից 50 տարեկան երիտասարդ աշխատունակ տարիքում եւ պատճառները բազմազան են։ Հիմնականում պատճառները կապված են ֆիզիկական թերակտիվության, վնասվածքների, ինչպես նաեւ ոչ ճիշտ ծանրաբեռնվածությունների բաշխման հետ։ Ինչպես կանխել հիվանդությունը։ Հիվանդության կանխման համար անհրաժեշտ է ունենալ բավարար զարգացած ողնաշարային մկանային կորսետ, այսպես կոչված։ Այդ առումով ես խորհուրդ կտամ զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, հատկապես լողով, ճիշտ բաշխել ծանրաբեռնվածությունները ողնաշարի վրա, մեկ ձեռքով ծանրություններ չբարձրացնել, ինչպես նաև ծանրությունների բարձրացման ժամանակ
խուսափել մարմնի պտույտներից, որը որ ուղղակի մեխանիզմով առաջացնում է միջվողային սկավառակի ջողվածք։ Իսկ բուժումն ինչպես է կատարվում եւ արդյոք վերջնական բուժման հասնում ենք։ Մենք գոյություն ունեն բուժման եւ վիրահատական եւ կոնսերվատիվ եղանակներ։ Իհարկե պետք չէ ասել, որ միջվողային սկավառակի ջողվածք ախտորոշումը դա դատավճիռ է եւ հիվանդը անպայմանորեն պետք է վիրահատվի։ Գոյություն ունեն նաեւ էֆեկտիվ կոնսերվատիվ բուժման մեթոդներ։ Ես կուզենայի մեր հեռուստադիտողների ուշադրությունը սևեռել հետևյալ հանգամանքի վրա, ներկայումս կան բազմաթիվ կոնսերվատիվ բուժման եղանակներ, բավականին տարածված եւ բուժական մերսումներ եւ կինեզոթերապիա, սակայն պետք է հաշվի առնել մի փաստ։ Հիվանդության բուժման ընթացքում կարևորը ոչ միայն ցավային համախտանիշի վերացումն է, այլ բուն հիվանդության բուժումը։ Երբեմն այդ նշված պրոցեդուրաները իրականացնելիս մենք ստանում ենք էֆեկտ միայն ցավերի առումով, իսկ ինքը հիվանդությունը մնում է։ Այդ առումով ես խորհուրդ կտայի հետևյալ այդ բուժական մերսումների կինեզոթերապիայի գնալ միայն բժշկի ցուցումով կամ դիմել գոնե որակավորված մասնագետների։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Ողնաշարը մարմնի հենարանն է, մեր ամբողջ մարմնի առանցքը, հետևաբար նրա առողջությունը շատ կարևոր է։ Հրաժարվեք բոլոր այն սովորություններից, որոնք կարող են թեկուզ մի փոքր վնասել ձեր ողնաշարին։ Ամուր եւ ճկուն ողնաշարը ձեր առողջության հիմքն է։ Առողջ եղեք։